կարևոր իրադարձություններ նաև տեղի ունենում Հայաստանի հարևանությամբ, մասնապես Իրանի շուրջ մենք տեսանք, որ ռմբակոծությունները նորից վերսկսվել են։ Ըստ էության այդ փխրուն զինադադարը փլուզվեց։ Երբ որ հայտարարություն տարածվեց, որ մեմորանդում էին կնքում երկամսյա, իմ առաջին միտքը այն էր, թե երբ է խախտվելու այդ մեմորանդումը Եվ ինչ պայմաններում եւ կողմերը ինչ դիրքավորմամբ են մոտենալու նոր էսկալացիային։ Իմ համար ըստ էության պարզա մեկ բան։ Առաջինը Իսրայելը եւ Միացյալ Նահանգները չեն լուծել իրենց առջև դրված ռազմավարական խնդիրը, 3-4 խնդրից որը մեկը չեն կարողացել փոխել վարչակարգ, չեն կարողացել ստիպել Իրանին հրաժարվել հրթիռային ծրագրից, նաև միջուկային ծրագրից եւ չեն կարողացել մասնատել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հիշում եք Իսրայելի պատերազմի առաջին օրերին հայտնվել էին քարտեզներ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայիս տարածքը բաժանված էր 7 նորաստեղծ պետությունների միջև։ Շատ զավեշտալի էր հետևել այդ քարոզչական արշավին, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը ինքը իրականում բավականին լուրջ պետություն է, առաջին հերթին իր պատմաքաղաքական եւ ինստիտուցիոնալ հիշողությամբ, չընդհատվող պետականության հիշողությամբ, որովհետև եթե դու ունես պետություն, որը մի քանի հազար տարվա չընդհատվող պետականության կյանք ունի, ապա այդ պետությունը բնականաբար ունի իր ներսում նաև խորքային պետություն, համակարգ, որը որ դարեր շարունակ եղել է, կատարելագործվել է եւ ինչն էր օրինակ հետաքրքիր, երբ նահատակվեց Այաթոլլահ Ալի Խամենեին եւ նահատակվեցին պատերազմի ընթացքում բազմաթիվ բարձրաստիճան եւ կարևոր ֆիգուրներ, չգիտեմ օրինակ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ով հանդիսանում էր նաև դիվանագիտական թևի ներկայացուցիչ եւ Խամենեի ավագի սպանությունից հետո ըստ էության փաստացի ղեկավարներ երկրի։ Այո, եւ ամերիկացիների հետ հիմնական բանակցողներ նաև լուրջ պատրաստություն անցած ֆիգուր, դոկտոր եւ այլն։ Շատ արագ այդ մարկանց փոխարինողներ էին լինում։ Այո։ Եվ համակարգը գործում էր, համակարգը ինքնին չէր պարալիզացվում, երբ որ թվում էր, թե Իսրայելի եւ ԱՄՆ-ի դիպուկ հարվածները կարող են շարքից հանել, խափանել համակարգը եւ վարչակարգը կկազմալուծվի, ապա տեղի ունեցավ հակառակը, համակարգը ընդհակառակը ավելի սպլատիոննի դարձավ։ Ու հասարակությունն ես ցանկանամ նաեւ սրա մասին խոսել։ Մենք գիտենք, որ Իրանի վարչակարգը դա բնավ դեմոկրատական վարչակարգ չէ, գոնե։ Կամ դեմոկրատիա, բայց իրենց ազգային առանձնահատկությունները։ Այո, մեր պատկերացրած արևմտյան դեմոկրատիան չի, այո։ Եվ մենք գիտենք, որ նաև կային բնակչության մեջ եւ նաև հիմա էլ կան շերտեր, որոնք մեղմ ասած ինձ վիճակից դժգոհ են։ Հունվարին տեսանք հուզումներ, որոնք դա էլ խաբուսիկ էֆեկտ դարձավ, բարձ ասենք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Որտեվ իրանց թվաց թե բայց ընդհակառակը նորմալ եւ ինստիտուցիոնալ պետական հիշողություն ունեցող ժողովուրդները արտաքին հարձակումների եւ ռիսկերի դեպքում մոռանում են ներքին հակասությունները եւ կոնսոլիդացվում են։ Սա ճշմարտություն էր, ինչը մենք տեսանք Իրանի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ։ Հասարակությունը դարձավ պետության հետ մեկ մարմին եւ շատ հուզիչ էր, երբ որ Դոնալդ Թրամփը պատերազմի այդ շրջափուլի վերջին հատվածում հայտարարեց, որ Իրանին հենց հարվածը հասցնելու, որ նախնադար հասցնի,
փաստացի նշելով, որ քրիտիկական ենթակառուցվածքներին է հարված հասցնելու, որը իդեպ հիմա անում է արդեն, բայց այն ժամանակ Իրանի բնակչությունը, կանայք, երեխաներ գնում կանգնում էին էլեկտրոստանցիաների կողքը օրինակ, կամուրջների վրա, այսինքն մարդիկ ժիվոյ շիտ էին սարքում, որ օքեյ, եթե խփում եք, մենք էլ կմեռնենք ձեր հարվածի արդյունքում, այսինքն պետության կարևորությունը պետականամետության գիտակցումը, հա, այն աստիճան խորն էր նստած, որ մարդիկ պատրաստ էին զոհվել, բայց սեփական կյանքը ռիսկի դնելու գնով փորձել այնպես անել, որ երկրին հարվածներ չհասցվեն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ այդ դիմակայությունից պատվով դուրս գալ, մի կողմից ձախողելով Թել Ավիվի եւ Վաշինգտոնի ակնհայտ չհաշվարկված ագրեսիվ պլանները, մյուս կողմից ասիմետրիկ հարվածներով կարողացավ բեկել իրադարձությունների ընթացքը եւ նոր ստատուս քվոյում ընդհակառակը ինքը հաղթատուկ դարձրեց Հորմուզի նեղուցը։ Այստեղ ես շատ կարճ մի բանի եմ ուզում անդրադառնալ, մինչ նոր էսկալացիա կամ գոյություն ունեցող ստատուս քվոն թույլ չի տալիս թրիփի շահագործումը այն պարամետրերով, որ մեզ հայտնի էր, այսինքն անցած տարվա օգոստոսի 8-ին նախանշված պարամետրերով, չգիտես խի ես լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունը շտապում է թրիփի փաստաթղթերը վավելացնելու մոլուսկով եւ էլի ականջալուր չեն լինում այն ռացիոնալ փաստարկներին, որ թրիփը այն պարամետրերով, որ այսօր գոյություն ունի, ուղղակի չի կարող գործել, որովհետև հիշեցնենք դրանցում գերակայում են Միացյալ Նահանգների ստրատեգիական շահերը եւ ամբողջովին անտեսված են Իրանի եւ Ռուսաստանի շահերը, ինչի նաեւ Չինաստանի, ինչի հետևանքով այդ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմ